Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մեր խոհանոցում կպատրաստենք ձուկ, բայց ոչ թե ավանդական թավայի մեջ գազօջախի վրա, այլ գազօջախի մեջ։ Ինչպես ենք պատրաստելու, ոչ թե տապակելու ենք, այլ թխելու ենք, ինչպես ասում են։ Անհրաժեշտ է նախ մարինացնել ձուկը, ինչպես ենք մարինացնելու, այստեղ տրված են բաղադրիչները մարինացման համար, հիմա այս թվարկեմ, մինչև թվարկելս առաջարկում եմ բաժանորդագրվել My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանել մեր էջը, գրել ձեր մեկնաբանությունները, իսկ ես սկսեմ ներկայացնել։ Հիմա բաղադրիչները մարինացման համար, կես թեյի գդալ աղ, կես թեյի գդալ սխտորի փոշի, կես թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ ապխտած պապրիկա, 30 մլ արևած ծաղկի ձեթ, այս բոլորը լավ խառնեք, լցրեք ձկան վրա, տրորեք և թողեք մարինացվի 30 րոպե։ Դրեցինք մի կողմ, անցնում ենք հաջորդ քայլին։ Պետք է շերտատել սոխը և կարտոֆիլը, ուրեմն շերտատում ենք սոխը օղակներով, կլոր, դնում ենք մի կողմ, այնուհետև շերտատում ենք կարտոֆիլը, այս երկու բաղադրիչներն էլ արդեն պատրաստ ունենք, 30 րոպե անցավ, մարինացվեց մեր ձուկը, հիմա սկսենք, ինչպես ենք պատրաստելու, նախ յուղում ենք գազօջախի թավան, յուղեցինք, սոխի մի մասը դնում ենք ջեռոցի թավայի հատակին, այնուհետև ձուկը, ձկան վրա սոխի մյուս մասը և սոխի վրա շերտատած կարտոֆիլը, բոլոր բաղադրիչները տեղավորեցինք, վերջում թեթևակի ձեթ ենք ցանում կարտոֆիլի վրա, համեմում ենք աղով, համեմունքներով, ծածկում ենք խոնավ թխման թղթով և թխում ենք 190 աստիճան Ցելսիուսում 30-ից 35 րոպե, այսքան հեշտ բաղադրատոմս մեր այսօրվա ձկան համար, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։